ժամանակ։ Ես քեզ մի բան ասեմ, այն ժամանակ էլ են գալիս, շատ են գալիս, այն ժամանակ այսքան տուրիստներ չէին գալիս, ասենք այս թուրքահայերը բանը, այդքան արգելված էր սովետական միություն, շատ քիչ էին գալի, հիմա թուրքահայերը որ եկել են Սիրիայից, Լիբանանից, ոչ Բեյրութից, բանից, հիմա ոնց որ թե այս ավելի շատ իսկ այս մեր տեղի ժողովուրդը, մեր ասենք քաղաքից, բանից, Երևանից, Էջմիածնից, գյուղերից, էլի գալիս էին, նույնիսկ թե ոչ չէին գալիս։ Ընտանիքներով, երեխեքով, այդտեղ մեծահասակներ կային, գալիս էին մարդիկ կային, որ արդեն դեմքերով ճանաչում են իրար մշտական, այդտեղ էին լինում։ Մարդկանց հարց էին տալիս, շնորհքով պատասխանում էին, գալիս վերաբերում կար։ Բայց ինչա պետք անել, որ ավելի շատ մարդ գա դեպի եկեղեցի։ Չէ, դեպի եկեղեցի մարդ գալը դեպի որնա։ Նախ դες իշխանությունը այնքան ատելություն կարող է դες եկեղեցու, այս հոգեորականների միջև։ Եղբայրը պետք է միանալ, ինչքան գնալով ու եղբայրը շատ են։ Ու միավորվել, եթե մարդը հայ ազգը տարերով եկած, մենք ինչու ենք միավորվել, մեր կրոնով, մեր քրիստոնեությունով, մեր եկեղեցու։ Բայց այս իշխանությունը ինչ արի։ Չեղքա գուցում, այս չեղքը պետք է հասարակ, ես հասարակ մարդ եմ, ես ոչ մի կուսակցություն չեմ պատկանում։ Ես ոչ մեկին ասենք անես չի, բոլորն էլ արտերություններ են ունեցել։ Անտերի մարդ չի եղել, անտերի մարդ։ Մի հատ Հիսուս Քրիստոսն է եղել։ Ասենք ինչքան կարելի է էլի այս ատելությունը սերմանել, թշնամանքը, այս պաշտոնակառիվը, այս փողակառիվը, չգիտեմ ես ինչ է, այս պատերազմները, բայց ինչ է ուզում։ Ինչև չմիավորվեն եկեղեցին ու ամբողջ ժողովուրդը, այս կուսակցականությունը չվերանա, միտիկա ազգեն գլտես քանի հատ կուսակցություն ունեն։ Բաժանում են էլի ազգը։ Չէ ումն է պետք է այդ կուսակցությունները։ Մեկը մեկի մանգլավիկն են, մեկը մյուսի կցորդն է, մեկը մյուսի մանգլավիկն է, մեկը մեկից ձայն փախցնի, մեկը մեկից պաշտոն ստանա, մեկը մեկից արտասահմանից գրանտներ ստանա։ Ես իմ ինչեր անի, հա, այդ ինչ։ Նույնը աղանդներ էլի, ժողովուրդը սա կտոր են այդ աղանդավորները вообще սուսարա, դրանց ժամանակով ռիսկները դες բաներ խոսար կամ Եհովայի վկաններ, չեն դիմում, այդ բաներ չեն հասկանում։ Մենք ես վերջում ես մի 15-20 տարուց հետո։ Դու ո՞ր թիվ ես։ 65։ Դու փոքր ես, չէ՞, մի 75 կաս։ 78։ 78։ Ով էր հասկանում այդպես բաներ, կամ այդ ինչ մի բաներ կա դրանց մեջ։ Այս LGBT ինչ։ Հիմա մարդ ոնց պետք է ապրի, որ չփոշմանի։ Մասնի 60 տարեկանում իր կյանքից։ Նախ ինքը, այդպես ես պետք է քո խեղճը հանգիստ լինի, քո արածների համար, ամեն մարդը սխալներ ունեցել է կյանքում։ Բայց այդ սխալները վրա դու պետք է ինքդ աշխատես, որ չկրկնվի երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ։ Իսկ մարդկան նույն սխալը սաղ կյանքն է անում։ Հետո վերջում գալի կանգնում է կոտրած աշխարհի առաջ, ասում է խիսը դա իմ ընտանիքում խիսը լավ է անհաշտությունը լավ կամ իմ երեխան ինչ չի լսում կամ մեր տան մեջ ամուսնությունները այդ կամ բաժանությունները ինչից են գալի որ ճիշտ աստիրակած երեխեքից ասենք այդ ծնողները եթե այդ ընտանիքում այդ երեխան մեծացել է նա գիտի եթե կուսակվել է ամուսնացել է եկեղեցով կամ միավորը պարտավորություն պետք է զգա ինքը պետք է իմանա որ պետք է ներել կարողանան մեկը մեկին հիմա չեն ներում ամուսինները իրար ոչ մի բանով չեն ներում, չեն զիջում, չեն ուզում մեկը մեկին հասկանան, ովիանն առաջ։ Այն ժամանակ ո՞նց էր։ Այն ժամանակ 20 տարի առաջ շատ այսպես բաժանություններ չկար։ Նախ չկար այն պահով, որ ասենք դրսի կարտիկը շատ մեծ նշանակություն ուներ, որ ասենք պատկերացա մեկը բաժանվել կարտուն, ինքը ինչի խայտարական էր, հետո 4 կողմից տնից դուրս չգար, ընկճված մանավանդ երեխաներ, այդ երեխան աղբոր ընտանիքում ասենք աղբոր կնիգը կամ իր բարեկամները ինչքան ուզում են այդպես բաղ հետո չկար այդպես բան որ ասենք հիմա ամուսնանում են ախպեր ջան հարսանիքի բրծնում է հարսանիքի զալից գնում են առանձին ապրում են բայց կարելի է այդպես բան կամ ասենք ջահել երեխեք են դե չնայած հիմա այս տարիքը բարձրացել է այս ամուսնության առաջ այդքան շատ չէ հիմա մի առնվազն մի 7-8 տարի այդ ամուսնության տարիքը բարձրացել առաջ եթե աղջիկը 22-23 տարեկաններ են մարդիկ տնեցիկ խառնում էին իրար հիմա 30 տարեկանում էլ ամուսնանում են ավելի բարձր տարիքում իմաստն ինչա տես ասենք 18 տարեկան աղջիկ երեխա ամուսնացել է լավ դու վեկալար տարար ասենք գնացիր մի գիշեր ծաղկա ձորավոր դեղա կամ թռար Դուբայ կամ եսին որտեղ եկար բա քեզի մի հատ ծնողական խնամքա պետք երկու այդ
սեռական հարաբերություններից հետո դու ոչ մի բան չգիտես, քեզ մի հասկացող մարդ է, բալքին դու վատանում ես կամ քեզի այդ հղիության ընթացքում մի բան Ծաղկաձորը փառք է, բայց որ այդ մեն ծով Եգիպտոսը տենց արնոտ, մարնոտ մտնում են։ Բացի արնոտը, բայ հիվանդության բուն է։ ապրես, վիրուսի բուն է։ հետո այդ երեխեն, այդ աղջիկ երեխեն, ասենք դե ես նկատի ունեմ նորմալ ընտանիքի էլի, ասենք որ կույս գնացել է։ Հիմա դու պատկերացնես առաջի անգամ ինքը հարաբերություններ ունենամ, հազարումի բարդություն կարա լինի։ Հետո վախ կարա առաջանա, կարա ատելություն առաջանա, կարա ասենք այդ ամեն ինչից զատ մի ուրիշ իրանց հարաբերությունների մեջ խզում առաջանա, ամեն ինչ կարա լինի, բայց մի մեծ չլինի տանիքում։ Իմ ժամանակ ամուսնանում էին առնվազն գոնե մի քանի ամիս կամ մի տարի այդ թազը հարցը թեկուզ ասենք էլի տեկոր կանենք այդ ընտանիքում մնում էր, մինչև մեծը գնում էր առանձնանում էր կամ փոքրին տուն էին սարքում առանձնացնում են կամ տուն էին։ Հիմա աղջկա տերը նշանդրակը արած չփրծած տանում է տղուտունը սպալնիայի մեբելա դնում ի աղջկա մար եսի միջի կոմֆորտն է չկա դեսնա ինչ ունեն ով են գալիս այս մանդուկի հետևից քաղաքենությունն է սիլրև այս ինչա պայմաններ չկա հա դե չանի չկա այն ժամանակ ոնց էին ապրում 2-3 աղբեր իրանց ընտանիքներով իրանց երեխեքով մի հայատի մեջ ապրում են ոնց էին ապրում հիմա կա դες բան ազզվակ 8000-ից մեկ կամ ինչա նշանակում հարսը հələ չեկած ասի ես իմ կիսուրի հետ չեմ ապրում կամ այդ տանը տալկա չեմ ապրում դու ով ես որ ապրես կամ բայց այն ժամանակ չկա դες բաներ շատ բես ազզվակ ես որը նմեր էդի մի հատ ես ինչի արդեն հայտարարություններ հետո 4 կողմից ասենք իան մատնանշում էին այդ ընտանիքը բախարակվում էր ասենք այդ ինչքան է լավ ընտանիքը լիներ դրսում ոնց որ խեղճանար հիմա անես մի հպարտ են քայլում ամուսնալուծում են գալիս են մտնում են իրանց հորտում մի հատ էլ իրավունքներ են թափ տալի մի հատ էս ախր չխի ինչի համար բախի ամուսնած այդ ամուսնությունը խաղու պար չի ու մի մեշո կարտոլ չի առարտարար չուզի բերես հետ տաս մտածելա պետք է բայց ինչ հույսով են բաժանվում նորից պսակվեն երկրորդ երրորդ չէ դե հիմա չէ ասենք կայացած կանայք կան հիմա ասենք այդ բանը այնքան չի այն ժամանակը տես չէ որ ասենք կանայք ասենք այդքան պաշտոններ այդքան կայացած չէ հիմա կանայք ամենտեղ են այսինքն աշխատանքը իրանց եկամուտ ունեն ասում ես իմ փողն ունեմ ես ինձ կարամ պահեմ ինչի սա պետք որ մի հատ բայց այն ժամանակ չէին աշխատում չէ այն ժամանակ այդքան կանանց աշխատությունը այդքան բարձր չէր եւ քարտուղարություն էր դպրոցում դասատուին մանկապարտեզում դաստիարակ դե գործարաններում էլ էին աշխատում գործարաններ չէ դե գործարանում աշխատողը չէր կարա իր ընտանիք երեխեք պահել կամ առանձին տուն կամ այսքան հիպոթեկով տներ ստանային կամ եսի միջեր այսքան վարկեր ով էր գալու խանում վարկերից ոչ մի ես վերջի քանի տարի Գերեցու մոտ հա լավ այդ է ուղղակի գիտես ինչն է բանը որ այս ատելությունը այս ճշտամանքը այս մնացը այս ամբողջ եկավ նրանից որ սովետական միությունը քանդվեց ես միայն կետրավր եմ անում որ այս կապերը բացվեց ու այս ինտերնետից այս ինտերնետից սկսեց ամեն ինչը այս ինտերնետից դու չես իմանում քո երեխան այդ բանին ինչա նայում գովազդ են միացնում մի հատ խուժանական ֆիլմի վրա ու այդ ասենք ինչքան հեռախոս կա բոլորի մոտ ցույց է տալիս բացի խուժանականը դա չի բա ագիտացիան ասենք ինչ են ագիտացիա անում իրար պամպերս են ռեկլամանում չգիտեմ ես ինչ է ռեկլամանում հա դա ինչ պամպերսը հələ փառք է մեծերին հարգանք չկա բան չեմ ասում ծնողին մարդ գիտես ինչ կա մարդ եթե ինքը իր ծնողին չհարգեց ինքն էլ չի հարգվի այդ իմ ասում կյանքը կարծել է մտածվում է դու ոնց ստաս հենց է քո առաջա գալու չի կարող պատահինես որ դու շատ վատ լնես քո հարազատների քո ընտանիքի քո ծնողների հանդեպ եկուց քո երեխեքի հանդեպ լավ է այդպես բան չկա ոնց էլ լինի մի օր երեսով ատան քո երեխեն քեզ Պատճառը շատ կա ես այսօր գալուց այն բանի խիդայի սրահ տեսա մտքովս անցա որ ժամանակին դրանք չկային ինչ էին անում մարդիկ տունը չէ իհարկե հարսանիքներ հիմա դրա լավը որն է ես մտածում եմ մարդիկ իրանց փողոցում ոնց էլի տարվա մեջ մի հոգի մարդ կարող մեռներ իրանց գյուղում չէ հա թաղում թեկուզ բա այսինքն նայ մարդ երբ որ մահացած մարդ է տեսնում ննջեցյալ է տենում իր մտքով անցնում է մահվան մասին մտածել է այսինքն այդ ցմփ այս տխուր որ գալիս նվագում լացում մահացած մարդիկ երեխեքը աղջիկները կանայք տենում են ինչ են մտածում իրանք մտածում են որ մեռնել կա չէ իսկ հիմա ինձ թվում է շատերը մտածում են որ մահ չկա
Մոռացել են մահվան մասին։ Հələ դու էդ ես ասում։ Այս ժամանակ մենք սեփական տաներ ենք ունում, այս շուկայից մի քիչ ներքև, ես միացնում չես դու։ Չէ, Երևանից։ Այս մի քիչ ներքև սեփական տները, դե ես ստե ծնվել եմ իմ պապական տունը։ Մեր այս թաղից ելը, եթե հանգարց կամ մի քիչ մի ահագին հեռու, եթե մի հատ մահ լիներ, կամ մեծ կամ եթե ջահել լիներ, вообще մենք մի շաբաթ տելևիզոր չէինք միացնում։ Մենք երաժշտության ծեմ պետք դուրս չկա։ Կամ այդ թաղման ժամանակ մի հատ բարձր խոսակցություն պետք չլներ այդ ընտանիք կողու կուշտ հարևաններին։ Կամ հիմա ինչ այդ նույն Հիմա ստես թաղում նա այնտեղ Աստված ջան, կներես ինչ շատ կներես, այդ նույն մահացողի ընտանիքը սրահից գալիս է տուն, տելևիզորը միացնում է, հաց ուտում է, ժամի 9-ի սրահը փակում է, ոնց որ էսկե դիակը կամ այդ մահացողը այդ ընտանիքից չի։ Հենց մեն առավոտ էլ այդ նստում են, սաղարարողությունները անողը կա, բագաղը տանում են, պսակը տանում են, տեղը փորում են, էս անում են, ամեն ինչի փողը տալիս են։ Իրանք ոչ մի բան։ Իսկ այն վաղ սքում էին, հետո հարևանները գալիս էր մեկը մեկին ցավոք։ Հիմա գյուղերում է տենց, օրինակ մեր Գորիսում տենց սաղ համախմբված, հետո սա բոլորը մեկը մեկին ճաշեփում են տանը։ Հա, մեկը մեկին գնում են, ասենք գյուղ տեղերը մանավանդ։ Հա, պարտադիր սաղ Մեկը մեկին գնում են, ասենք կարող ով են հավաքում, օգնում են։ Օգնում են, անասուն են անում, մեկը լավաշնա թխում, մեկը խոսքի մի բանով է օգնում։ Կամ ես հիմա սփխեչին բերում էին, ասենք հարազատները ուլ էին բերում, կառ էին բերում, սփխեչի գորով էին անում, բաժանում էին մարդկանց բաներ։ Չեն թողում էլ այդ ընտանիքի վրա որ հոգսը մնա։ Հիմա այդ ընտանիքը ասենք ի վիճակի չի, խոսքի պարտքի տակ է, վարկերի տակ է, չի կարող անի։ Այդ մարդիկ էլ չեն այդում գալի, մեկ էլ մի քանի վաղ տասնում է, դու մոռանում ես, որ այդ տանը մի քանի ամիս ասենք մահ ա եղել, կորուստ ա եղել։ Դու մտնում ես տուն երաժշտություն, կամ է իրանց այդ Հիմա մարդ համ անում հարևաններից կարող է չիմանաս է որ մահացել է։ Մի 3 ամիս հետո հարցնես ասես ուրա չի երևում։ Հասկի դռան վրա լույսը չեն կախում։ Մի անգամից տանում են սրահից թաղում են, գալիս են կելեղ տալիս են սրահը, իսկ շատ վաղ կելեղն չեն տալի, ասեք այնպես ալը, գնում են հաջորդ օրն են տալի կամ ես չգիտեմ ինչ։ Դա սխալ է, այդ դրա համար էլ այս ամեն ինչը, դա իմաստ ուներ, դա նշանակություն ուներ, այդ ընտանիքի մեծ սեղանը իմաստ ուներ։ Ես եւ իմ papan չէր գալի գործից։ Մենք ընտանիքով, երեխեքով, քուրով, աղբերով մենք չէինք նստում հաց ուտելու։ Պետք է papas անպայման գար, մամաս ճաշը կեպեր, կաստրուկեն, առաջինը կլսներ կդներ իա։ Մենք բոլորով կնստեինք, ինչ որ ունեինք։ Նոր միասին հաց կուտենք։ Հիմա առանձին ով իա համար կմտնի կուխի, մի բան կվեկալի, ոտի վրա դուրս կգա, կամ ով ու ինչ պետքա պայտակ սարքի կուտի, ոչ ժամ, ոչ պատարակ, քշերվա ժամի 11-ին 12-ին գելն խալադենի բացեն կվերցանենք ուտեն։ Այդ սեղանը իմաստ ունի, սեղանը նշանակություն ունի, այդ ճաշը, այդ ամեն ինչը, այդ ընտանիքին միավորվում է, այդ ժամանակ խոսում էին, այն ժամանակ մեկը մեկի բաներն ասում էր։ Հիմա ինչ, ով իասենյակ մտած ամբողջ օրը։ Հեռախոսիչ։ Սա ջահել երեխեք, դպրոցական երեխեք, արձակուրդ էին տալի, մենք ուրախանում ենք, միտեղ էին գնում, կամ մեր ծնողները մեզ լագեր էին տանում, ճամբար կամ Գիրք էին կարդում։ Գիրք էին կարդում, առաջադրանք էին տալի, կատարում էին, թանգարաններ էին գնում։ Հիմա ախ են անում, որ մի ժամ շատ երկար քնեն, ելնեն ամբողջ օր։ Ինտերնետը միացրած լինի, ջայնամ թե հացել չեն ուտելու, հացել չեն ուտելու։ Չեն էլ ուզում աշխատեն։ Հա։ Անաման տղա երեխեք, տղա ելնեն անիմաստ, տղա ասեն բանակ գնացիր, ավարտեցիր, բա միջև է դուրսում, ծառայություն, ոչ մի բան, պարտականություն չկա։ Դա ծնողներն էլ պահում են, պահում են եկող միսոր, հա մեծանում են, հետո վերջը բա։ Ինքը տեցել մեծանում է։ Բա ինչ է պետք անել։ Փոխվել է դաստիարակությունը, բա իմ ասածն ինչա, պետք է Մանկապարտեզից է պետք սկսել։ Դաստիարակությունը ծնված օրվանից դաժե ես կասեի, այն ծնված օրվանից, այն որ նորածնին բերում են տուն, այդ օրվանից պետք է դաստիարակել։ Ինչա նշանակում, երախուն չբարուրել, երախուն լողացնելը առանձին կարգեր, 40 առանձին բաներ, ասենք այդ կիսուրը այդ երախուն ինքն էր անում, հարցիրը, ախր համի լցանելը 2 օրական երախուն շոր են հագցնում, սայթ են գցում, ֆոտոսեսիա են անում, այդպես բան ով լսել էր դու այն ժամանակները կամ ինչ է նշանակում, երախին ինչև մի քանի ամսական չերել են պոտիկներն առանձին էր, լավ հասկացանք, ես պամպերսը դրական բան հագցրին տարաշփրտին եւ ախտերը այս բան չկար։ Երեխեքի տոտիկները լվում են, պլոկեկը լվում են, պետք մոտ քշարում են, կախում են, չորացնում։ Լվացքի մեքենա էլ չկար։ Լվացքի մեքենա կար, լույս չկար այդ տարիներ։ Ես այդ 91 թվին եմ ամուսնացել։ Իմ երեխեքը մեկը 92-ին, մեկը 93-ին ա ծնվել, մեկն էլ 95-ին։ Դե դու պատկերացրու այդ պատերազմի տարիները։ Պատերազմը։ Որ ոչ հաց կար, ոչ
Հա ես աշխատանք ունեի, արհեստավոր փող կար, բայց ապրանք չկար։ Ես իմ երեխեն կինս մի քիչ խնդիր ունեցավ երկրորդ երեխուց վրա, կաթի պահով չկար։ Ոչ մի տեղ կեր չկար։ Ես թռել եմ, գնացել եմ Չերկաս, Ուկրաինա։ Սա կերի վրա են նստել։ Լսի, ես Ուկրաինա եմ թռել գնացել, այստեղից, այն թվերին, այն պատերազմի ժամանակ։ Երկու մեծ բլոկ Ռիսովի մալիշ եմ դերել, որի երեխեն ուտի։ Դու պատկերացնում ես ինչ ահավոր վիճակ էր։ Պոլկեկը կարիստերն էին ֆրֆռում։ Մթերեն խանութներում ոչ մի բան գոյություն Որ թիվը 92։ Դե սկսած 93-ից մինչև 96-97 թվերը։ Մինչև կամաց որ լուսն ու գազն եկավ։ Դե 95 թվին եկավ լուսն ու գազը ես կարծեմ։ Մինչև այդ չունենք։ Ով կմտածեր երկու ծառով լողանալ։ Դեշտը տնում են տակում են երախեքի լողացնում շորը։ Կանանց գործը գիտես ինչքան դժվար էր այն ժամանակ։ 95-ին ես ինստիտուտ եմ ընդունվել, հիշում եմ, որ լույս չկար, մոմիտակ էի ինստիտուտի քննությունները պարապում։ Ապրես, 95-ի 96-ից սկսեց էլի այդ բանը, որ սկսեց Քոչալ բանը Լևոնը երբ գնաց։ Լևոնը գնաց Քոչալյանն եկավ մի տարի հետո ոնց որ տվեցին, էլի չգիտեմ։ Բայց այդ տվին էր 94-ին, հա, 94-ին զինադատարն եղավ, պատերազմը մի քիչ դադարեց 94-ին, բայց սրանից հետո լմի 2-3 տարի հետո նոր սկսեց կամաց հետ գալ Հայաստան։ 96 Պատերազմի հետևից էս երկրի գլխին գալիս։ Դե հա, բա ինչ ես կարծում։ Դա մենք փոքր ազգ ենք։ Ինչ ես ուզում։ Խելացի մարդիկ պետք է գնան բանակցությունների։ Խելքը գողին են լակոտին են ուխտին խրկմա բանակցության հայ-թուրքական Ռուբինյանն ինչ է չնայում։ Տենն նորվեր ավտո։ Բայց այդ պատերազմները մեղքի հետ կապ չունի։ Դե իհարկե ունի։ Բավոս չունի։ Ամեն 100 տարին մեկ ամեն մեծ ազգերի մեջ, փոքր պետությունների մեջ մի անախորժություն, մի պատերազմ, մի բան լինում է, մի հեղափոխություն։ Նայ պատերազմից հետո մի քիչ դզվում են մարդիկ խելոքանում են, հետո էլի փողը, հարստությունը տանում է մարդկանց, էլի երես են առնում, բախտության մեջ են ընկնում։ Ատելությունը, այս մեղ գործելը, այս մեկը մեկին այս անբորեականությունը, ամուսնացած կանանց հետևից ընկանելը կամ ինչ է նշանակում այնքան պորտնիկություն եղավ, այնքան բան եղավ հիմա քաղաքում հələ դու գնա հետ այդ բանը որ աղջկացնում եմ հետո մեկ կողմով եմ հետ բանի այդ ուտանգիքը որ կային գործարանին դուրս Դե չէ դե вообще խայտարակություն քրիստոնյա երկրում տես բան ոնց չէ լսի դու ոնց ես մտածում այդ նույն ասենք այդ օրինակ վիրուսի բունն է, այսինքն պատկերացա որ այդքան քանի տղամարդ է վիրուսով վարակվում։ Այդ մի տղամարդը ապուշա եզը թող վարակվի։ Բա դու ինչ ես կնգանն ան վարակվում։ Լսի դու ինչ ես դաստիարակում ես երեխեքին, այս դեռահասներին, այս մեր երիտասարդներին կամ երիտասարդներին։ Դրա դեմը պայքարի ձև չկա ըստ քեզ։ Կա։ Դու ունես ղեկավար մի ժամում չես վերացնի այդ սա։ Փող են առնում, իրանք վերացնեն։ Իրանք դրանց մեկը մեկին այն ժամանակ ասում էր նալոգա տալիս, Սաշիկին է տալիս, սրանն է տալի։ Հիմա էլ ինչ տարբերություն ցես են տալի։ Միլիցիակին են տալի։ Որ հիմա այդ խոսքի այդ թաղայինը չգիտի, որը թե կայնացել։ Կամ այդ դատախազությունը, այդ դատավորները այդ փողոցով իրիկվակում ոչ մեկ չեն անցել, կամ այս նույն քո բանը վարչապետը չի գնացել, տեղյակ չի, որը տեղի չի պատահել։ Շատ լավ տեղյակ են։ Այսինքն ոնց պատտվում ես, պետք է երկիրը հա սարը չորած կա, չի։ Չէ, էսի ուշ է ծաղկում, էսի են արչի բան են ասում, սրան մեղր են ասում։ Էսի ինքը շատ ուշ է, այնա տես արդեն այն կողմից բացվել է։ Հա։ Էսի շատ ուշ։ Այսինքն ոնց պատտվում ենք, գալիս ենք մեղքին, մեկ էլ պատվիրանները պահելու։ Պատվիրանները չենք պահում։ Շատ հազվագուտ մարդիկ են, ինչքան էլ ասես չեն կարող, որտեղ բայց այդ պատվիրանները չեն սովորացնում արդեն դպրոցում հելավ եկեղեցու պատմությունը հանեցին։ Էլ այդ երեխեքը պիտի մի հատ բախտները բերի մի հատ հավատացյալ մարդու հետ ճպվեն, որ ասի գիտես sense բան կա։ Այդ երեխեն որ դեից պետք է իմանա Աստվածաշնչի մասին։ Որ դեից պետք է կարդա։ Կամ հիմա դպրոցում ինչ դասագիրք են կարդում։ Ամեն ինչ անցնում են, բացի Աստվածաշնչից։ Չէ, լավ, ասենք ոչ մի բան, թեկուզ քո մաթեմատիկան, քո պատմությունը, քո աշխարհագրությունը։ Այս ժամանակ դու ո՞նց ես սովորել։ Կարդում էիր, այդ մեր պատմում էիր դասը, չէ՞, դասակցում էլ ասենք ասկու պատմացի, ասկու ինտելեկտի տես գնահատական էր։ Հիմա ի՞նչ է, տեստա։ Էս ինչ էս ինձ թվին եղավ, դες ինչ թվին։ Բախտի բերում ղոշուգիր են գցում երեխեքը, գցում են ճտացրեց հա, էսի կամ դասի ժամին ասենք չեն էլ ղոշուգի գցում, մի արհեստական բանականությանը հարցնում է երեխեքով։ Հա, դեռ Google-ը մտնում է։ Պատասխանը վրազ։ Հա, գրում է, պատասխանը գրում է կամ ինստիտուտներում էլ է այդպես։ Ստուգողական աշխատանքները մեզ մի հատ մաթեմատիկայի դասատ ունեին, շատ խիստ էր։ Նախ տարբերակները ասես տունում էր, հետո դու փորձեիր հանկարծ հետո ֆռայր մեկից արտագրեիր։ Ինքը գիտեր քո կարողությունը ինչքան է։
Դու ինչի ես ասել 4 պիտի ստանաս 3 կամ 2 կամ вообще 1 էր դնում այդ արտադրում ու հետո հիմա ինչ դուգողական, ինչ քննական, ինչ քննություն բա ինստիտուտների քննությունները դարձել է բազար մարդ բերեն որ ասենք իրանք բյուջե լստեն որ բարձ ուտեն ուսանողները որ իրանք աշխատավարձ ստանան բա վախի տենց էր անվճար կրթություն էր ասա չէ անվճար չէր կրթություն բա ինչ է անվճար չէ սովորել ոլա մի բան էլ պետությունը քեզ փող էր տալի եթե դու 4 ու 5 էիր ստանում ոլա ռայոններից եկածներին էլ տուն էին տալի հանրակացարան ժամանակ ես շիրակացու ճեմարանում էի սովորում անվճար ես բա անվճար քեզ Moi չգիտեմ քանի միլիոն արդեն դարել հիմա դու քեզի բացի այդ քեզ կացարան են տալի չէ դու կորիսից ես եկել կամ որտեղ հեռու տեղերից եկողներին չէին տալի կացարան սնունդը չէին տալի տալիս էի բա հիմա կամ այդ բանվորական ճաշը էշ միացնում 5 հատ գործարան կար պլաստմասի գործարանը ռեզիստոր գործարանը ճանգալդաներ այդ գործարաններում ճաշարաններ կա որ դրսից մարդիկ մտնում են 60-70 կոպեկով առաջի երկրորդ կամպուտով դուրս էր գալի դե հիմա դու գնա 37000 թոշակ է տալի 37000-ով դու ինչ կարաս առնես դու քեզ իսկի հիգիենայի Հիմա չի բարձացել չէ ես նվազագույն թոշակի շքան 37000 եթե դու բան չունես ասենք ստաժը դե ես այն ժամանակները աշխատել եմ ինձ չեն գրանցել ես հիմա թոշակ չեմ ստանում ինձ 3 տարի ունի 60 տարեկան բայց ես հաշմանդամության 3-րդ կարգի թոշակ եմ ստանում 37000 նույնը ամենացածր թոշակին համապատասխան 37000-ով այդ խեղճը ինչ ուտի ինչ անիշել չէ վերմիշելը չես կարող ուտել բա դու քեզի մակրություն պետք չի քեզ լողանալ պետք չի քեզի փոխնոտ պետք չի քեզի ատամի կոմունալները բա ատամի պաստա պետք չի մենակ ձմեռվա գազը 50000 բռնում լավ ձմեռը գազնի վառա փեջ վառա նստի կողքը լույս վառա բա ջուրը աղբը տան գույքահարկը ես 30 էդի ծաղարանք է էդի այն մուրասկանի որ կոպեկներ են գցել դե դրամա էլ մեծի հանդեպ հարգանքն է վերանում որ արդեն մեծը դառնա թոշակառու մի քիչ էլ երեխեն աննամուսալում անթասիբալում սովոր են չէ որ սաղ կյանքում ծնողը բերի իրանց պապավի բերի տանի թորներին առնի բայց հետո չի ասում այդ մարդը թոշակը տարավ այդ օրը առավ բա երկրորդ օրը պիտի ձեռ մեկնի դու պետք է անա բայց դե տես հիմա պիտի մի քիչ էլ այդ ամեն ինչի մասին մեծերով ավելի շուտ մտածեն երեխուն նորմալ դաստիարակություն եկեղեցի պատվիրաններ աստվածաշունչ Գայ մասածն ինչ է ընտանիքի Հիմա պատկերացա որ միշտ քո երեխեն գա պատարակի միշտ էս քարոզները լսի ես որ բարոյախրատական sense տալիս են Աթեկուզ միշտ չլսի թող անսամեջ մի անգամ գա անսամեջ մի անգամ թող գա թող գա մտի Այդ երեխեն կարա տենց անբարոյական մեծանա չի կարա չէ Աղջիկը գացեն ես շատ աչախ եմ գալու Պետք է հիմա դու թորանը տեր վերց գալես ամեն անգամ գալուց հետո բերես թող այստեղ արենք վազվզի դե չէ հիմա Հելենայի մայրտաճարի կողքը հիմա նստած ենք ինչ սիրուն է չէ ասենք այս ամեն ինչ այստեղ թողես երեխեն մտնի վազվզի նստի քահանաներ տենա աշները սովորի քահանային շփվի բարևի մոտիկանա օրնություն ստանա այսինքն պետք է եկեղեցու դռան դեմը մեծանա երեխեն տուննել են վերել մեր տունը շնորհեմ ասենք Տանոշնանք եմ անում Դե տես ճիշտ ես անում դու ճիշտ ես Ես իմ երեխեքի թորներից Բայց տես դու ինչ որ սովետի ժամանակ ոչ աստվածաբանություն ես սովորել չէ Ընդամենը քո տատին քո ձեռից բռնած Իսկ հավատացյալ կիներ իմ տատը Տես մի հատ տատը ոնց է փոխում մի սերունդ ոնց է փոխում Եկեղեցի հետո ստեղ մկրտության բան կար հանեցին հիմա տարան ընդ Այդ որ բերում են մկրտելու ինձ կայնացնում էր դե տատս սուրմալվեցի այն արմեցանա ասում եմ մեծ քայլես գադերեսի քսեք այդ մեռոնից էլ այդտեղ դերը որ քսում էր մեռոնը մի հատ էլ ինձ էր խաչանում կամ ասենք միտեղ որ մատաղ էին անում արուներ չէ արունով բայց դա սխալ էր էլի այդ արունով չի գալիս ասում եմ մի հատ սրա ճակատին քսեք sense քսում են ճակատից խաչարած գալիս է մերս ասում էր այդ տնիկ էլես երախուն տարելուց եկեղեցի արունոտիր բերիր ասում էր քանի երեխա եկեղեն 4 3 քուր մի տղա եմ էլի Նա դրա համար քեզի տատը հատուկ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հատուկ ուրեմն բերում էր շուկայի մոտը դրա մեր տնից մինչև շուկա մոտ 600 մետր ասենք քայլել այլ դες բանը այդտեղ քաբաբանոց կար այդ շուկայի մեջ հետո հին շուկան ուրիշ էր փոխեցի վերապոխին բանես օկտոբեր բանեց հելան է շուկան իա արժեքը կորցրեց էլա շուկայում ամեն ինչ կար ասենք ամեն մեկը իա տեղումներ հետո շաբաթ կիրակի մի ուրիշ ձև էր այդ շուկան Բերում էին տարբեր բաներ էին ծախում, ասենք արհեստագործները իրենց նկարները, շվիները, գործիքները, խալիչաները, ասենք այդ մետաղադրամները, այդ գոտիները, քյամարները, բաները, հատուկ տեղեր կար աստիճաններով։ Ես էլ իմ տատու մորը հիշում եմ այդ բաները քյամար։ Հա, ճակատի այդ մեկ էլ այդ ճակատի կոպեկները։ Հա, հասկանում եմ ասեմ 80 թվին դեռ հələ կդնում էին այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը իմաստուն էր, խորհուրդ ուներ։ Ինձ տատս բերում էր այդ քյաբաբանոցը, բանվորական քյաբաբանոց էր։
ուրեմն քյաբաբ էին դնում, մի հատ պոմիդոր կամ մի հատ էլ բիբար ցիկակել, ասեն ձեր կաթամոնի մեջ, այնպես անուշ հոտ էր գալի։ Բիբարից, չէ, այդ քյաբաբից։ Այդ հոտը տարածվում էր, այդ հոտը որ անցնում էին, այս տատս ասում, արի, տան մեր մի հատ այդ քյաբաբ առնում էր, հետո ոտի վրա կայնած ցած ստոյկեք էին, այդ ստոյկեքի վրա բան ենք անում։ Ու 11 բերեմ մեր տուն, գալիս էր մեր սարի հացքի, դու գնացեք ձեր հացը կերեք, ասեց, ես կերս։ Մեկ էլ գիտես իմ պապայիս հետ մենք հաճախ էինք գնում, ով մի պապայիս քաղաք գնում էին, ասենք շուտ մահաց է պապան։ 20 տվին էս կորոնայից մահացավ։ Ով մի բոլորի տան։ Քանի տարեկան էր։ Բոլորի 74 տարեկան էր։ Իսկ տատին Տատին շատ շուտ է մահացել։ Տատին 74 տարեկանում է մահացել, 91 թվի նախքան իմ ամուսնումն է մահացել։ Հա, ինչ եմ ուզում ասեմ, ուրեմն այն ժամանակ էլ խնդիր կար էլի, ասենք, դե պապաս արհեստավոր մարդ էր, բոլորտիկ էր, տանը դուր լուսամու փայտի բանի գործեր անում, փողից չէինք տեղում մենք։ Շաբաթը մեկ գալիս ենք Երևան, պապայիս հետ, ասենք մի շաբաթվա բան ենք առնում տանամար։ Այն վաղ տեսնացնում այդքան շատ չկա, քաղաքում տեսականին ավելի շատ էր։ ուտելիք Թե ուտելիք էր, թե հագուստեր, թե դամաշտիկ էր, թե շորեր, թե մեկից մի կոշիկ էր, դե վաղ համատարած ասենք այդ դպրոցական Երևանում ցում կար, ունիվերմագ կար, չէ՞։ Ավելի շատ այս ագենստվոյի մոտը լավ մթարեն խանութ կար, հիմա այդ ագենստն պրոսպեկտի վրա այդտեղից ենք օգնում, դե ցումից էլ ենք օգնում, ցում որ մտնում ենք, այդ տակը մթերային բաժիններ, այսքան ճաշարաններ։ Մի բան մոլն է։ Հա, ցումը չէ, ցումը Չէ, նկատի ունեմ մոլերն են, էլի, հիմիկա որ մեջը տարբեր բաժիններ կա, տարբեր խանութներ կա։ Ինչ եմ ուզում ասեմ, ուրեմն այդ Ցումը հրապարակ է, գիտեմ, մի չի աշխատում։ Այդ անկյունի վրա այս ձկան խանութի դիմացը։ Հա։ Ձկան խանութ գիտես, չէ՞ Հա, որտեղ։ պրոսպեկտ։ Ապրես, ձկան խանութի դիմացը մի հատ Սասինսկի անոց կար։ Հիմա դե Հարսանյանց այդտեղ ուրեմն այդ ինչ համով Սասինսկի են, դե պապաս էլ էր սիրում, հենց իշտում էին, այն վաղ դուրը մեր Էշմիածնի ավտոբուսները կանգնում են այս Սուրբ Սարգսի մոտը։ Այդտեղ էին կանգնում, այտենց ոտով առաջանում էինք, շատ ոտով էինք քայլում կամ տրանսպորտով գնում ենք այս կողմենքում, հա։ Ուրեմն մտնում ենք այս Սասինսկանոց, պարտադիր է, դե պետք է մտնենք, պապաս սարդիրկեք կար Սասինսկա Գարշիցայով, բանով, այդ ինչ մի անուշ հոտ էր։ Ես այդ հոտը հիմա որ ասում են այդ մանկության հոտ, այդտենց Սասինսկա հոտ ես չեմ արել։ Մեկ էլ միտեղ էլ կար այդ հրապարակի վրա, ուրեմն հրապարակից որ այդ Աբովյան փողոցով վրա գնում ես ցում, հիմա ինչ որ բան է դե, դու ասա, այդ ինչա կոչում սարքել են։ Էլի sense պատվալային առաջյալ, էլի ճաշարանները դե կհիշես դե։ Դու քաղաք որ մասում ես ապրել։ Երրորդ մաս։ Հա, կինո հայրենիքի, հա, բա կինո հայրենիքի ունի վարմակը։ Հա, հիմա էլի փակ է։ Էդ էլ է փակ, ցումն էլ է փակ։ Ցումն էլ է փակ, կինո հայրենիքի բաբանի շուկան, երրորդ մասի շուկան, ինչ անտեր շուկա։ Մերքի շուկան։ Հա, անտեր շուկա էր։ Այդ Չէ, ես հիշում եմ այդ սախ։ հա, Ճիշտ երեխա եմ եղել, բայց հիշում եմ։ այդ Յոնջելախցիկ այն վաղ այդ կոմերը։ Բայց տեսը մի երրորդ մասը մեծ համայնք է, մի հատ փոքր եկեղեցի ունի այն քաղաքասի մոտ։ Հա, հա, Պատկերացա ինչքան բնակչություն կա։ Երևանի ամենամեծ համայնքներից երկրորդն է երևի։ Մալացիա Սեբաստիայից է։ Բայց մի հատ ինչ ասենք տես ժողովրդի մեջ այնքան հավատքը քիչ է։ Չէ, պիտի Որ ասենք հա, ասենք տես օրինակ Երևան մոլի կողքը էլի տեղը կա, մեծ այն այգու մեջ, շողակատ այգու կողքը տեղը կա։ Դու ասա պանսիոնում կողքը կարած սարքեն, ասենք այն Դե տեղերը լիքն է, տեղերը պետակի շատ դիմացը շատ, որ բայց կա այդ բաններ են ժամանակ պետակի պանսիոններ են, դեռ կոնսերվի գործարաններ այդ քանդին այդ սարքին պետակը սարքի սուրմալու շուկա սարքին։ էլի ոնց ֆռում ենք գալիս ենք հաղանդավորությանը, Հա, չէ, ժողովրդի մասնատվածությանը, անհավատությանը, ամեն ինչը գալիս է վերևներից, որ այս կուսակցություններից է գալի, այս պաշտոնակալի դա։ Ինչ, եւս հարկանք ոտի մենք մեր դասատունին, ինչեւ էս վերջերս հələ որ չէին մացել, ինչ դասատուներին տենում է ամանչում էի, քաշվում էի կամ Ախպեր համի ինչ դասատու, ինչ բան, գնան դու կարաս մեկին սեսնան մատով գտնես դպրոցում։ Ինչ ուզում անել, կարաս գտնի չես կարող։ Կամ մանկավարժը Եվ վաղտ ինչ հարգանք ուներ, ինչքան մեծ տեղ ուներ, արժանանտ կամ դասախոսներ այդ կոդու ավարտել։ Հիմա ծաղրում են երեխեքը։ Հա, դասախոսը ասենք մեկը մի թերություններ ունեն, մեկը մի բան։ Այդ ծաղրը մեր ազգը կերավ է ծաղրը։ Ինչքան բարձր ինտելեկտով մարդիկ կային, չէ՞ որ գրագետ մարդիկ էին, գիտության աստիճաններ ունեին, գրքերը։ Հիմա այս գիտության աստիճանը սա մեկը մեկից արտագրում են։ Copy paste են անում, մեկը մեկից։ Ինք ավենից սկսեց ծաղրը, հիմա էլ եկել են այս իղծ հաղորդաշարներով, ինչ են անում նայ, ինչքան է կարևոր արժեք սյուն կա այս երկրի մեջ, ամեն ինչ ծաղրում են։ Բա հələ դու տես դրանց ցույց տված է։
Եկա որ ծիծաղ առաջացնեմ, բայց այդ մի Հա բայց ոնց կարելի է այդ քո ասած ուսուցչին ծաղրում են, ասենք ոստիկանին, զինվորին, թեկուզ իշխանավորին, կապ չունի, ասենք ասենք ինչքան կարևոր մարդիկ կան, ասենք ծնողին, տատին, պապին ծաղրում են, ասենք ոնց կարելի է ասենք այդ տատուն, պապուն ծաղրել, ասենք հորը, մորը ծաղրում են, իրար են ծաղրում, այսինքն դա գալիս է ընտանիքի դաստիարակությունից, որ բարուր երեխումները մեն տուն այդտեղից է գալի, որ այդ բարուր երեխեքը անկապ մեծացան, այդպես եղան, այսպես մեկը մյուսի ընկավ, մեկը մյուսի հետևից ընկավ, մեկը մյուսի պաշտոններ արին, կուսակցություններ արին, այս արին, այն արին, այս ամեն ինչը ազդեց մարդկանց հոգեբանության վրա։ Հոգեբանորեն մենք հələ դու տեսել դու 78 դու երևի չես հիշի, ես երկրաշարժ եմ տեսել, ասենք 10 տարեկանում այդ պատերազմի միջով անցել եմ, ասենք այդ նեղությունները, այդ չեկով հացերն են բերել մեր երեխեքին, ամեն ինչ էլի, ասենք անցել եմ էլի, որ հակներից կոշիկ չկար, ծակ կոշիկներով էին դուրս գալի, այդ մի ձևի սվիտերներ սաղս հագնում ենք։ Ինչ ժամանակ հասարակ բան, կանայք շալվար չէին հագնում, չէ՞։ Հիմա այսօր մեկին ասես ինչ է շալվար հագնում, ինչ ես մազրետ ներկում, կարող է քեզի ասեն, բան է, ես որ գյուղից ես եկել։ Հիմա մեծ պարավկանանիք են շալվար հագնում, դու տեսել ես տարիքով կանեք շալվար, ջայլ աղջիկեր լավ մեկու մեջ հագնում են, տարիքով կանան։ Ես ջայլ աղջիկեր չեմ հիշում որ հագնեին։ Կարող ասես կարճուկ կհագնեին ծնկից։ Շորտիկատի բաներ հագնում են, քաղաքում շատ էին հագնում, չէ՞։ Ես իմ անկության վաղ հիշում եմ, ասենք այդ ջինսեր, միսեր եղավ աղջկա տղու բաներ, վաղ այդ Wrangler, Montana բաներ, Levi Strauss բաներ, բաներ հագնում էին, բայց ոչ այդքան համատարած կամ կին ամուսնացած կինը, երեխաներ կամ հղի կինը շալվարը, փորը ծխած շալվարը ծկած, փորը առաջ ընկած։ Տնից դուրս եկա, լավ դու քեզ հայլում ես չես նայում։ Հա հասկացա, դու մի հատ հայլի չունես տանը դուրս գալուց առաջ նայես քեզ։ Կարելի է դες դուրս գալ։ Դեստեղ գիտես ինչա, ձեր անուն ինչ էր։ Հրանտ։ Հա, Հրանտ ջան։ Հիմա ավելի շատ մենք մարդիկս մարդահաճո ենք։ Սկսած կանանցից, նայ օրինակ մուսուլմանների մոտ կինը դրսում փագում է իրան, գալիս է տան մեջ իր ամուսնու մոտ է, չէ՞, բացում։ Իսկ մեր կանայք հակառակ, դրսում քսվում, ելնում, սաղի համար սիրուն, գալիս տունը հակառակ, չէ՞, ասենք ավելի բան։ Հա։ Այդ մակիաժները անում։ Հակնվում ամենալավ շորով, բանով, մազերը հարդարած գնում է աշխատանքի, գործի տեղի տղամարդկանց դեմը, բայց գալիս է տուն, իր ամուսնու դեմը լրիվ հակառակ։ Խալատ։ Ախնամ։ Դե, դա կյանքում ամեն ինչ։ Կամ ասենք հիմա նայ, ես քեզ նայում եմ սպիտակած մազերով։ Հիմա քո տարիքի կանանց նայի։ Քանի տոկոսի մազերն է սպիտակ։ Շատ քիչ է, Երևի 1% կամ 0.5%։ Ինչա, իրանք սպիտակ մազ չունեն։ Ո՞վ ասեց, 40 տարեկանից հետո ցանկացած։ Բատեից խնդիրներ չի առաջանում, որ այս մարդը բիձա է արդեն, բայց ինքը հələ ջահել է։ Դու այդ ես ասում, բա որ տղամարդիկ են իրանց մազերը ներկում։ Տղամարդիկ այդ պիչիկյուր մանիկյուր են անում։ Բոլը այդ կանանց լավ կարիած գլուխ արի, բա տղամարդ կան, բայց ձևի ղզիկ մարդ կան։ Բա համի պատերազմը ճիշտ չի որ պատերազմ ալնում։ Հնի Աստված ինչ որ մի ձևի պետք է, ասենք այս ժողովրդին։ Սոթեկի նայ, էսի սովորական երգիր չի, էսի Աստծո տունն է։ Հիմա տես մենք մայր տաճարի կողքը նստած ենք, չէ՞, ինչ հավես հանգիստ խոսում ենք։ Այս մայր տաճարը սրբության սրբոցն է մեր։ Հա, բա իհարկե։ Պատկերացրա էսի միակ տեղն է երկրի մոլորակի վրա, որտեղ որ Քրիստոս համբարձումից հետո իջել է։ Դու պատկերացնում ես մենք հիմա որտեղ ենք նստած։ Դու պատկերացնում ես ինչ սրբություն է, այսինքն ինչ է ստացվում։ Սա Աստծո տունն է։ Իհարկե։ Իսկ Աստվածաշնչի մեջ գրած է որ Աստված իր տնից է սկսում մաքրությունը։ Ինքը չի սկսելու Պորտուգալիայից։ Ինքը սկսելու է Հայաստանից։ Դա ժառանգաբար է փոխածվել է։ Հիմա մեր մեջ սս ճեղք են առաջացնում, մեզ կրոնի համեմատ, այս եկեղեցական ծեսերի, թեկուզ այս եկեղեցու սպասավորների։ Դե հիմա աղանդավորները լրիվ հակա են, հակա։ Այս սպասավորները։ Այսինքն իրանց համար մի աղանդավորի համար Հիսուս Քրիստոս Աստված չի, մի աղանդավորի համար Աստվածածինը սուրբ չի, Աստվածածին չի։ Ասենք, պատկերացնում ես դու եթում ես մի տրանսպորտի մեջ, որտեղ կողքդ նստած է մեկը, որը որ ասում է, ասենք Աստվածածինը սուրբ չի։ Դու պատկերացնում ես, ասենք երեխեդ միտեղ դասի անցնում, որտեղ որ այտենց մարդիկ են։ Այսինքն արդեն քո դաժե ընտանիքի մեջ մարդիկ կան, որ ասենք ամուսինը գալիս է եկեղեցի, կինը եթում է ինչ որ հավատքի տուն կամ ինչ որ աղանդավորական տեղ։ Այսինքն անգամ ընտանիքի մեջ են մարդիկ բաժանված։ Այ ախպեր, ընտանիքի մեջ ես ասում հավատքը, բայց կուսակցականությունը ընտանիքների մեջ, ես հարազատների մեջ ինչ արեց։
Այս Նիկոլիզն ու Դե Քոչարյանը։ հիմա տես եղած 3 միլիոն մարդ ենք, բկայելի է այդ ամեն ինչը թույլ տալ 60 հատ կուսակցություն։ Չէ, կուսակցություն չէ, բայց այս հակակառավարությունը ընտանիքները իրար ախպերը ախպոր հետ է կռվում, ծնողը երախու հետ, ես չգիտեմ մարդը կնոջ հետ, ասած ամեն մեկը տարբեր է, բայց էդի կարելի է, կամ հələ մտի ինտերնետ ասենք մեկը մի հատ լուր նայ, տեստակ ինչ կոմենտներ են գրում։ Դե դա այլանդակություն է, ասենք, անպատասխանատվության։ Բայց որտեվ Ասենք մեկը չկա մի հատ ասի լավ ապրես, շատ լավ բան ես ասում։ Մենակ բացասական, մենակ ծաղր, մենակ քֆուր, մենակ անեց, լավ ասենք ոնց կարա, ասենք Աստվածաշնչի մեջ էլ է, չի ասում, ասում ոնց կարա մի աղբյուրը համ քաղցր ջուր տա, համ դառնություն տա, չի կարա, չէ։ Գետը ոնց կարա մենակ խմելու ջուր տա, մեկ էլ հետևից արում բերի այդ գետը։ Իմի նույնը է մարդու բերանը, չէ։ Մարդու բերանը, այո։ Մի հատ քֆուր անում, մի հատ ասենք օրնանք անում, ոնց կարա դες բան լինի։ Այդ անում է, ինչ ամշան։ Այսօր ընկել ենք մեկս մեկի հետևից, այս ամենք են անենք, ոնց։ Եթե ուզում ես ծխես, քայլենք եկեղեցուց հեռու գնանք նոր ծխի, հա։ Բայց բաներ կան, սրտություններ կան, որ դրանք պետք է իմանան, էդի ասենք ավանդություններ կան, էդի մեր հայ ազգի մենտալիտետի մեջ կա։ Դե բայց այդ սրբությունը ով է գնահատում։ Չէ, դու հասկանում ես ինչ եմ, ուզում եմ ասեմ, մարդկա իր սրբությունը, իր ավտոն է, իր ավտոյի բանտաժն է։ Մարդկա իր սրբությունը, իր հեռախոսն է, իր հեռախոսն է, իր ձեռի iPhone-ն է, ասենք։ Իր համար ասենք iPhone-ը ջարդի ինչ որ մեկը, կարող է այդ մարդու գլուխը ջարդի, բայց ինչ որ մեկը իրան մեր քրֆի կամ ասենք, չգիտեմ, սրբություն իր կողքը բանասի։ Կամ երեխան հենց թեկուզ երեխան հիվանդանա երախուն չտանի բժշկի, բայց իր հեռախոսը լիցքավորի, կամ ես իմ ինտերնետը լիցքավորի, բայց իր երախու ոչ։ Հիմա ստե տպավորությունա ստեղծում ենք, ոնց որ դատում ենք մարդկանց, բայց ես թվում է մենք ավելի շատ Այս սրտի ցավ ունենք, մեր սրտի ցավն ենք, մտահոգություն ունենք, այդ մտահոգություններն ենք ուղղակի արտահայտում, թե չէ։ Եղա Աստծո, ասենք մենք էլ անմեղ չենք, մենք բոլորս էլ վեղավորական մենք էլ ունենք մեր մեղքերը, մեր թերությունները, բայց դե պետք է սխալի մասին խոսած, բարձրաձայնես։ Այսինքն էստի քանի հատ բարձր եղել մնացել է, որ ասի գերեզմանոքයි։ Սենց շատ։ Հիմա նույնը ասենք մենք մեր երեխեքի հետ պետք է խոսանք, երեխեքը լսեն։ Ես լեմնա տեսակի բանոց է, հələ ես եկեղեցու, ուրեմն արի հիմա ես քեզ հասած եմ։ Առաջ ժամանակ այս պատը կանդվել է։ Էսի հին եկեղեցին է։ Էս 300 մետրից սարկած է։ Մեկ էլ այս քուվերը որ կան, չէ՞։ Տեղ կա, ասենք այս քուվերը գալիս է, տեղ կա չի գալիս։ Էսի այս պատը կանդվել է, թազա է սարքել։ Դե էս եկի Հա վերանորոգվել է, նշանակ դե 301 տվից ասենք 1700 տարի անցել է հիմա 1700 տարի չէր կարող մնալ այդ բարերը այս վերջերս էլ ահագի շինություն արին փոփոխություններ արին դե էլի փառք ասու աշներս տեսավ այս ամեն ինչը դու դուրս արի այն կոմի տարածքը գնացել ես իսկի սա հետև եղել ես հա ոչ չեմ եղել տեսել ես ինչքան շինարարություններ արել ինչքան լավ աստված Աստված պահպանի առողջություն երկար կյանք տա մեր վեհապարին մեր կաթողիկոսին որ այսքան ամեն ինչ հետևողական ինչքան ասենք այս վերջի 20 տարվա մեջ Հայաստանում երևի ասենք եթե համեմատենք իր կաթողիկոսի գալու տարին ու հիմա ասենք քանի հատ գործող եկեղեցի ա եղել մատերի վրա կարելի էր հաշվել իսկ հիմա ասենք փառք Աստծո թե եկեղեցիներն են շատացել թե քահանաները քանի ընտանիք ա պահում աշխատողներ են ասենք այս աշխատողները աշխատում են ընտանիք են չէ՞ մեկը պահում Մենք մենակ դες ինչ սիրուն ասենք, այս խոտերը, ծաղիկները, գազոնները, ասենք այս վերևի մասերը ինչքան բաներ ավելացրել, թանգանոթը, ծառերը դերես, բաներես։ Ասենք երեխեքի հետ գաս, մի ամբողջ օր կարող ստեղ մնաս։ Վազվզեն, քայլեն, նստեն, ուտեն։ Բայց մեծ ծառեր էին այս մեր տեղը կտրեցին, ծառեր էին, այս ծառի տակը, այնց ազալը փռում էին, նստում էին ժողովուրդները։ Հիմա նա դες կաթիլային ոռոգումը դրած, հələ ինչ սիրուն։ Բայց բան առաջ ընթացա, բայց ժամանակը փոխվել է, առաջ բան։ Առաջ դու այսքան մեքենայի տեսեք քուչակում, քաղաքում, կոմունիկացիան տարիներին։ Փողոցը փակում ենք, մեր փողոցը 2 քարես կողմ ենք, դեռ 2 քարե ֆուտբոլ ենք խաղում, թաղ երեխեք։ Ժամերով ավտո չեր անցնում։ Դե մի հատ էլ ավտո կար, դեռ մեր խաղում ենք, կանգնում էր, քաշվենք այն, որ իմի դու կարաս, բանուկ փողոցը փակես, ֆուտբոլ խաղաս։ Չես կարաս։ Ասում ես։ Աստված իմաստություն տա մեզ, մեր ազգին ատելանքը վերացնի, ատելանքը դաշտամունքը։ Մենակ մեր ազգով չի լինի, ինձ թվում է մենք պետք է աղոթենք
Դες երեք գիշերը Քրիստոսի տանջանքների ֆիլմ էի նայում, խաչի վրա ասում է Տեր ների նրանց, քանի որ չգիտեն թե ինչ են անում։ Հիմա մենք պետք է աղոթենք ոչ միայն մեր ազգի համար, պետք է աղոթենք նաև մեր թշնամիների համար, մեր ամբողջ մարդկության համար, որովհետև մենակ մենք չենք այս երկրի վրա։ Պետք է բոլորը փոխվեն։ Օբյեկտներ երախել են այդտեղից սիրուն ծառի կուսականությունը։ Բայց որ գալիս ես թորներից այդ մեկին հետո բեր։ Դա պարապը Հետո վաղը մյուս օր էլ հիմա դու ոնց ես տատին հիշում չէ, ասում ես տատի հետ գնում ես։ Քիչ էլ մեծանան, մեկը 2 տարեկանն է, մեկը 4։ Պատկերացրա հիմա այդ 2-4-ը ավելի լավ է հիմա բերես, տես հիմա այդ երեխան ինչքան է, 2-3 տարեկան է։ Մի քիչ որ մեծացավ, արդեն 6-7 դարավ, հավատա չես կարելի բերես, եթե միջև էդի չես բերես։ Հաճելի էր։ Նմանապես։ Աստված քո այդ բոլոր մտածմունքները քո իրականություն։ Աստված պահապան։